Բարև ձեզ, մեր այսօրվա բանախոսությունը վերաբերվում է մշակույթի տիպերին։ Մենք խոսենք մի փոքր կներկայացնեմ ես մի քանի մշակութային տիպեր, տիպաբանության մի քանի մոտեցումներ, բայց ինչի է կարևոր խոսել մշակութային տիպերի մասին, որտեղ մշակութային տիպերը չափազանց կարևոր դերակատարում ունեն հասարակական կյանքում, պայմանավորում են հասարակության զարգացումը, հասարակական հարաբերությունների ու քաղաքական կյանքի վրա շատ էական ազդեցություն ունեն։ Ես կուզեի սկսել այս խոսակցությունը ամերիկացի շատ հետաքրքիր մարդաբան Մարգարետ Միդի մի ձևակերպմամբ։ Մարգարետ Միդը ուսումնասիրում էր Օվկիանոսքի և Նոր Գվինեայի բնիկների մշակույթը, մասնավորապես ինքը ուսումնասիրում էր, թե ինչպես են դաստիարակում երեխաներին, մանկական աշխարհն էր ուսումնասիրում, ֆանտազիաները, երևակայությունները, մարդկանց սեռական կյանքի առանձնահատկությունները կապված նաև սոցիալական, թե ինչպես է այդ կազմակերպվում ամուսնական, ընտանեկան հարաբերությունները այդ հասարակություններում, հարցնում են, թե ինչպես ինքը կբնութագրի քաղաքակրթությունը և սպասում են, թե պետք է սա շատ ինչ-որ իմաստուն կամ ինչ-որ մի տեսակ հատուկ բաներ ասի։ Ինքը ասում է, որ իր համար քաղաքակրթության առաջին նմուշը դա այն հնագիտական հայտնաբերությունն է, երբ գտնվել է մարդու ոսկոր, որը ջարդված և նորից կպցված է։ Ինչի է ինքը դա համարում, շատ պարզ է ինքը դա բացատրում, որովհետև դա ցույց է տալիս, որ մարդիկ դրանով սկսել են առանձնանալ կենդանական աշխարհից, որովհետև կենդանական աշխարհում, երբ որ խմբի անդամը վիրավորվում է, հատկապես ստանում է ֆիզիկական լուրջ այդպիսի վնասվածք, ինչպիսին կոտրվածքն է ոտքի, ապա դա իր համար կյանքի ավարտն է, այսինքն խումբը իրեն լքում է, իրեն հետո կհոշոտեն, ինքը մահանում է։ Իսկ մարդկային մշակույթը սկսվել է այնտեղ, երբ մարդը իր նմանին հանդեպ հոգատարություն է ցուցաբերել և օգնություն է ցուցաբերել, այսինքն քաղաքակրթության սկիզբը դա այդ ապրումակցումն է, հոգատարությունն է քո նմանի հանդեպ, քո խմբակցի, քո հասարակության անդամի հանդեպ և սա պարզ նաև բացատրություն չէ հոգատարության, այսինքն քաղաքակրթությունը սկսվում է, երբ որ մարդիկ սկսում են իրենք կազմակերպել իրենց հասարակական միավորները և դրանց մեջ դնում են խորը իմաստներ։ Ինչի է սա կարևոր, այստեղ մի ուրիշ շատ հետաքրքիր հետազոտողի և նաև գիտության պոպուլյարիզատորից ես կուզեի մեջբերում անել, խոսքը վերաբերվում է Յուվել Նոյ Հարարիի մասին, ով որ շատ հետաքրքիր մի բան է ասում, ինքը ասում է, որ մարդը դա պատմություն պատմող կենդանի է և մարդկային քաղաքակրթությունները, ընդհանրապես հասարակությունները իրենք միավորվում են պատմությունների շուրջ, պատմությունների պատումների շուրջ և այդ պատումները, ամենաուժեղ պատումները, ինչքան ուժեղ է պատմությունը, այնքան մեծ թվով մարդիկ են դրա շուրջ միավորվում, ինչքանով են մարդիկ դրա շուրջ համախմբվում, դա նաև էական դեր է կատարում ինքնությունների ձևավորման մեջ։ Այդ պատմություններում առանձնացվում են և կրոնական պատմություններ, ասենք օրինակ քրիստոնեությունը ինքը կառուցված է այդ ամբողջ պատմության շուրջ, որը հետո գրքի ձևով է, սուրբ գրքի ձևով է հանդես գալիս, և այսպես շարունակ, ինչի ես հիշատակեց իմ խոսքը ցանկացա սկսել Մարգարետ Միդով, որովհետև երբ որ մենք փորձում ենք տիպաբանել մշակույթը, մշակույթի տիպերի մեջ, բոլոր տեսակի տիպերի մեջ, ի դեպ տիպաբանություններում հենց կարևոր նշանակություն է տրվում հենց հասարակական հարաբերությունների տիպին, ձևին, դա այսինքն թե ինչպես են մարդիկ
կազմակերպվում, դա էականորեն փոխկապակցված է մշակույթի տիպի հետ։ Այս առումով ես հենց Մարգարետ Միդի տիպաբանությունից էլ կցանկանայի սկսել, հետո կանցնենք մի շատ այլ տիպաբանությունների։ Տիպաբանությունները շատ են, բայց ես հատուկ երկու տիպաբանություն եմ ընտրել, ասենք օրինակ մինչև Մարգարետ Միդի տիպաբանության անցնել, ասեմ ամենատարածված եւ այսպես ասած պոպուլյար տիպաբանությունը դա այն է, որ մշակույթը բաժանվում է, ասենք օրինակ էլիտար տիպի, զանգվածային տիպի, ժողովրդական տիպի, հետո առանձնացվում է նյութական եւ հոգեվոր տիպերը մշակույթի, բայց սրանք բոլորը բավականին կարևոր տիպաբանություններ են, բայց բավականին գրավիչ չեն այն խնդրի տեսանկյունից, որ այսօր ցանկանում եմ ես ներկայացնել, այսինքն հասարակական կյանքի հետ փոխկապվածության այս տեսանկյունից, եւ ավելի այդ առումով հետաքրքիր է հենց Մարգարետ Միդի բերած մի տիպաբանություն, այստեղ տիպերի անունները մի քիչ անսովոր են, օտարոտի են, ինքը առանձնացնում է 3 հիմնական տիպ, առաջին տիպը անվանում է պոստֆիգուրատիվ, երկրորդը կոֆիգուրատիվ, երրորդը պրեֆիգուրատիվ։ Այս անծանոթ անունները փորձենք սեփականացնել, յուրացնել դրանց բովանդակությունների մասին մի փոքր խոսելով։ Ինչ է, ես շատ պարզ կասեմ, շատ պարզ տիպաբանություն են, բայց շատ հետաքրքիր, դրա համար եմ ես ասում, իրանք շատ ուղիղ կապվում են հասարակական կյանքի հետ, ուրեմն եւ այդ քաղաքակրթության իր ձևակերպման հետ, որ ես սկզբում հիշատակեցի։ Ուրեմն պոստֆիգուրատիվ տիպը մշակույթի, դա այն տիպն է, ըստ Մարգարետ Միդի, որտեղ որ էլի շատ պատկերավոր ասած, թոռները երբ որ նայում են իրենց պապիկներին եւ տատիկներին, կարող են հստակ պատկերացնել, թե ինչպես պետք է լինի իրենց ապագան։ Այսինքն դրանք այն հասարակություններն են, որոնք որ ըստ էության համարյա թե չեն փոխվում։ Եվ դրանք այն հասարակություններն են, որտեղ որ ավակ սերունդը մատաղ սերնդին, այսպես ասած, երեխաներին դաստիարակում է մեր ավանդույթների մասին դասախոսության, բանախոսության մեջ հիշատակած դոգմատիկ ավանդույթների սկզբունքով։ Այսինքն այնտեղ ավանդույթը դա մի բան է, որը որ տրված է երկնային ուժերի կողմից, աստվածային ուժերի կողմից եւ այն խախտելը չի կարելի։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ ավանդույթի փոխանցմամբ այս տիպի մշակույթներում զբաղվում են ավակ սերնդի ներկայացուցիչները, այսինքն ոչ թե ծնողները, այլ տատիկներն ու պապիկները։ Ինչի համար, որովհետև նման հասարակություններում նաև սրբազանացված, սակրալիզացված է ավակ սերնդի սերունդը։ Ասենք, եթե մենք փորձենք այս ասածս մի փոքր տեղայնացնել մեր վրա, ապա մենք տեսնենք, որ ավանդական, այսպես ասած, շրջանի, մինչ արդիական շրջանի հայ հասարակության մեջ, ըստ ազգագրական գրանցված նյութերի, իսկ այդպիսի նյութեր մեզանում գրանցել են եւ Գարեգին Սրբանցյանը, եւ Երվանդ Լալայանը, եւ շատ այլ բանահավաքներ եւ ազգագրագետներ, ապա մենք տեսնում ենք, որ Միդի նկարագրած այս դաստիարակության ձևը բավական տիպական է եղել նաև մինչև 20-րդ դարի առաջին այդ կեսի ապրած հայ հասարակությանը, հա, եւ այսինքն մեր մշակույթը մինչ այդ կարելի է տիպաբանել որպես պոստֆիգուրատիվ տիպի մշակույթ։ Երբ է ի հայտ գալիս կոֆիգուրատիվ տիպի մշակույթը ըստ Միդի, երբ երեխաների դաստիարակությամբ սկսում են զբաղվել ոչ թե տատիկ-պապիկները, այլ ծնողները։ Այսինքն, երբ որ հասարակության մեջ մշակութային ինֆորմացիան, մշակութային գիտելիքը եւ հմտությունները գալիք սերնդին փոխանցվում է, առաջին սերնդին փոխանցվում է ոչ թե երրորդ սերնդի կողմից, այսինքն տատիկ-պապիկների, այլ երկրորդ սերնդի կողմից, ծնողների կողմից, հա։ Շատ հետաքրքիր է, որ պոստֆիգուրատիվ հասարակություններում
արգելքներ կան հատուկ, որոնցում որ ծնողը չի կարող զբաղվել իր երեխայով։ Օրինակ նույն նշածս մեր հայ հասարակության մինչ արդիական շրջանի նկարագրությունների ընտանեկան ավանդույթների համաձայն տատիկների եւ պապիկների մոտ հայրերը եւ մայրերը չէին կարող իրենց զգացմունքները ցուցաբերել իրենց երեխաների հանդեպ, այսինքն իրենք չէին կարող գրկել, համբուրել իրենց բալիկին, ինչ որ քնքուշ փաղաքշական խոսքեր ասել, դրանք համարվում էին անընդունելի։ Նման բաներ կարող էին տատիկներն ու պապիկները անել, բայց ծնողներին անմիջական, այդպես ասած, մինչև սեռահասունության տարիքի մոտենալը ծնողները շատ հազվադեպ էին զբաղվում երեխաներով, այսինքն էլի զբաղվում էին, իհարկե պարզ է, այդպես չի որ իրենց մեկուսացրել էին եւ բանտային արգելք էին դրել իրենց երեխաները զբաղվելու, բայց ավանդույթը չէր խրախուսում։ Ես նաեւ շատ հետաքրքիր մի պատմություն եմ հիշում, որը որ ինձ պատմել է մեզ պատմում էր մեր գիտարշավներից մեկի ժամանակ Սերգեյ Հարությունովը, շատ ծագումով հայ ազգի ռուս ազգագրագետ, շատ հետաքրքիր նաև անձնավորություն, որը որ ամեն տարի գալիս էր նաև Հայաստան եւ հայ ուսանողների հետ այդպես գնում էր գիտարշավներ, ինքը պատմել էր Դաղստանյան մի այդպես գյուղում, որը որ այնտեղ հետաքրքիր որ կան ժողովուրդներ, որոնք որ մի գյուղը մի առանձին ժողովուրդ է, այդպես էլի ունի իր ինքնագիտակցությունը մշակութային եւ կա նաեւ այդ ընդհանուր դաղստանյան եւ հյուսիսկովկասյան այդ նախճոյական գիտակցությունը, բայց այդ առանձին այդ գյուղում կար այսպիսի մի դեպք է եղել, շատ լեռնային գյուղ է, որտեղ որ կան այդպես կիրճեր, լեռներ եւ այլ բարեբախտաբար գյուղից ոչ հեռու հայրը իր տղայի հետ ինչ որ գործով է զբաղված լինում շարժվելուց տղայի սայթակում է եւ կիրճից քիչ է մնում ընկնի հայրը հասցնում է ոտքը դնում է տղայի ձեռքի վրա եւ տրամաբանությունը այն նաեւ որ ինքը պետք է կռանա բռնի եւ բարձրացնի տղային բայց ավանդույթը արգելում է հորը այդ գործողությունը անի դա համարվում է տղամարդկային թուլություն, էմոցիայի ցուցադրում եւ այլ եւ ինքը սպասում է այնքան ժամանակ, մինչեւ այդտեղով անցնում է մեկ այլ համագյուղացի եւ որին խնդրում է իր տղային հանել այդ բռնել ձեռքից եւ հանել կիրճից։ Միգուցե այստեղ մի քիչ նաեւ ազգագրագետի մեր ազգագրագետները սիրում են մի քիչ միֆոլոգիզացնել, լեգենդների պես են պատմություն, միգուցե Հարությունովի պատմությունում կար նաև մի քիչ այդպես առասպելականացում, մի քիչ այդպես համոհոտ է տվել, բայց սա շատ հետաքրքիր օրինակ է նշածս այդ տիպի բնութագրելու համար, հա պոստֆիգուրատիվի եւ կոֆիգուրատիվի տարբերությունը բնութագրելու։ Եթե այդ դաստանցի տղամարդը լիներ կոֆիգուրատիվ տիպի մշակույթի ներկայացուցիչ, ապա ինքը հանգիստ կկռանար եւ իր երեխայի ձեռքը կբռներ, կբարձրացներ եւ մի հատ էլ իր էմոցիաները կցուցադրեր, բայց հենց մշակույթի այս տիպը տեսեք ոնց է պայմանավորում մարդու վարքագիծը եւ այս նաեւ տարածումը հասարակական կյանքի վրա։ Եվ երրորդ տիպը, որը որ միդա առանձնացնում է, նա անվանում է պրեֆիգուրատիվ տիպ։ Պրեֆիգուրատիվ տիպը այն տիպն է, որտեղ որ ըստ նրա ծնողները սովորում են երեխաներից։ Շատ հետաքրքիր է, որ երբ որ ես դասախոսում եմ Երևանի պետական համալսարանում եւ իմ ուսանողներին մշակութաբանության բաժնին ներկայացնում եմ այս տիպաբանությունը 2010-ական թվականներն է, մինչև 15 թվականները, երբ որ ես սա ներկայացնում եմ, ես միշտ ասում եմ իրենց, որ միդը սա այս տիպաբանություն տվել է, եթե չեմ սխալվում 50-ականներին, այսինքն իր ժամանակ սա ֆանտաստիկ մի երևակայություն պիտի ունենաս, որ դու պատկերացնես մի հատ այնպիսի մշակույթ, որտեղ երեխաներն են սովորացնում իրենց ծնողներին, հա։ Եվ ես էլի իմ ուսանողներին նույնպես ասում եմ, որ սա միդը ընդհանրապես տեսականորեն է ձևակերպել, հա, այն ժամանակ։
Բայց շատ հետաքրքիր է, որ մեր ժամանակները ինչով են հետաքրքիր եւ հրապուրիչ, հա, որ ընդամենը մի քանի տարվա մեջ ես արդեն իմ ուսանողներին երբ որ դասախոսություններ կայացնում եմ այս տիպերի վերաբերյալ, այլևս այդ նախադասությունը չի ասում, որովհետեւ մենք արդեն ապրում ենք այն տիպի մեջ, որը որ նկարագրել էր Միդը եւ որը որ ընդհանուր մի քանի տարի առաջ ինձ թվում էր ֆանտաստիկ, այսինքն անիրականանալի զուտ տեսական դատողություն գիտնականի, հա։ Այսօր մենք ինքներս հայ հասարակություն նույնպես ունի մի զգալի հատված իր մեջ, որը որ ոչ միայն կոֆիգուրատիվ տիպին է, ոչ այլ հենց պրեֆիգուրատիվ տիպին է։ Շատ հաճախ օրինակ մեր տատիկները այսօր արդեն երբ որ մի բան են ուզում իմանան, իրանց թորնիկին ասում են թորնիկից են հարցնում։ Ասենք հատկապես տեխնիկայի հետ վերաբերմունքը, ըստ տեսեք տներում տատիկները մեկ էլ կանչում են թորանը, թորներն էլ իրանց տատիկներին մեկ-մեկ հոգու հետ խաղում են, ինչ որ անուններ են կպցնում, բայց նաև շատ հետաքրքիր է, որ այսօր բավական տարածված է նաև մի արտահայտություն, որը որ դեռահասները ու վաղ շրջանի երիտասարդական տարիքում գտնվող մարդիկ անում են միջին տարիքի մարդկանց, իրենց ծնողներին։ Օրինակ, երբ որ ես էի դեռահաս ու երիտասարդ, այդ արտահայտությունը չկար ընդհանրապես, հին եք։ Երբ որ իրենք ուզում են մի բան ասում, «Իս ինչ հին եք դուք»։ Ես հիշում եմ, որ իմ ընկերը պատմում էր, որ իր տղան կարծեմ 7 թե 8 տարեկանում իրեն շատ լուրջ հարց է տվել, ասել է՝ «Պապ, իսկ դուք դինոզավրերին տեսել եք»։ Այսինքն այս տարբերությունը սերնդային այնքան ուժեղ է եղել, որ իրան թվացել է, որ իր պապան այնքան շուտ է ապրել այդ ապրած ժամանակը, որ համարյա դինոզավրերի ժամանակ է, ու ինքը լուրջ հարցրել է՝ «Դու դինոզավրերին տեսել ես այդ ժամանակ»։ Որտեղ մենք մեկ-մեկ ասում ենք՝ «Այ մենք լարով հեռախոս ենք տեսել, մենք էս ենք տեսել, սենց բաներ, հա, ասենք, օրինակ այսօրվա ես հիշում եմ մի տեսահոլովակ էր, երբ որ 10-12 տարեկան դեռահասների հետ փորձ էքսպերիմենտ են անում, փորձ են անում եւ իրենց տալիս են այն սովետական շրջանի մեր երիտասարդության շրջանի հեռախոսներ, որոնք որ մինչև 90-ականների վերջերը կային, ցիֆերբլատով, այսինքն դա այդպիսի մի պտուտակ էր, որ պտտում էին թվերով եւ ասում են սրանով փորձեք զանգել ձեր ընկերոջը։ Ու իրենք լուրջ տանջվում էին, չէին հասկանում ոնց կարելի է այնտեղ հավաքել այդ թիվը, այսինքն իրենք չէին պատկերացնում, որ այդ փոքրիկ անցքը, որ այդ պտուտվող շրջանակի մեջ կա, որ դիտակ թիվ է նշանակած, դա պետք է մատդ մտցնես մեջը եւ պտտես, այսինքն այս արագ փոփոխությունները ցույց են տալիս, թե ինչպես են սերնդափոխության ընթացքում, ինչպես է այս մշակութային մի տիպից մյուսին անցումը տեղի ունեցել ընդամենը մեկ տասնամյակում, մի 10 տարվա ընթացքում, բայց որպեսզի օրինակ պոստֆիգուրատիվ տիպից կոֆիգուրատիվ տիպին անցում լիներ մարդկային քաղաքակրթություններում, հա, տևել է մի քանի 100,000 տարի, ասենք մարդիկ մի քանի 100,000 տարի ապրել են պոստֆիգուրատիվ տիպի մեջ, եւ ընդհանուր մի քանի 100 տարի կոֆիգուրատիվ տիպում, հա, այնպես որ այս առումով շատ հետաքրքիր է այս միդի բերած տիպաբանություն եւ շատ նաեւ գործածելի է նաեւ մեր օրերին, եթե մենք փորձում ենք մշակութային տիպի միջոցով նկարագրել հասարակական փոփոխությունները եւ փոխակերպումները։ Բայց ես կուզեի նաեւ Մարգարետ Միդի բերած տիպաբանությունը լրացնել մեկ այլ հետաքրքիր էլի մարդաբան, մշակութային մարդաբանի կողմից բերված նորից ամերիկյան էթնո-հոգեբանական կամ հոգեբանական մարդաբանության դպրոցի ներկայացուցիչ, որ բավականին հետաքրքիր աշխատանքներ է, հետազոտություններ իրականացրել ճապոնական հասարակության մասին եւ ունի գրված ճապոնացիների մասին թերևս ամենալավ հետազոտությունը մշակութաբանական, որը կոչվում է Քրեզանտեմը եւ Սուրը, որը հետպատերազմական շրջանի հետազոտություն է, ես կարծեմ իմ դասախոսությունից մեկի ժամանակ այս մասին մի փոքր էլի խոսել եմ, որի շնորհիվ
կարողացել են ամերիկացիները ատոմային ռումբերը, երբ որ իրենք նետեցին ճապոնացիների վրա, այս հետազոտությունը եւ հետո դրան հաջորդած հետազոտությունների շնորհիվ իրենք կարողացան այնպես անել, որպեսզի ամերիկացիների եւ ճապոնացիների միջև նորից վերականգնվեն հարաբերությունները եւ ճապոնացիների մեջ այդ թշնամանքը, որը որ այդ ամեն ինչից հետո առաջացել էր, մեղմվի։ Այս գիտնականի անունը Ռութ Բենեդիկտ է, կին է էլի, ինչպես եւ Մարգարետ Միդը, եւ ինքը առանձնացնում է էլի 3 տիպեր մշակույթի, առաջին տիպը, իդեպ այդ տիպաբանությունը անելուց ինքը օգտվել է Նիցշեի մտածողության 2 տիպերից, խոսքը վերաբերում է ապոլոնյան եւ դիոնիսյան տիպերին, որը Նիցշեն է առանձնացրել, բայց Բենեդիկտը վերցնելով սա տարածում է մշակութային տիպերի վրա եւ ինքը նաեւ սրանց ավելացնում է 3-րդ տիպը, այսինքն ապոլոնյան, դիոնիսյան տիպը երկրորդը եւ երրորդը պարանոիդալ մշակույթներ, այդպես է ինքը անվանում, կամ մշակույթի տիպ, պարանոիդալը բառը երևի հասկանալի է, շատերը ովքեր որ հոգեբանության հետ քիչ թե շատ առնչվել են կամ հետաքրքրվել են, գիտեն պարանոյա այդ հոգեբանական հիվանդության տեսակը, պարանոյան դա այն տեսակն է, եթե շատ կարճ եւ մատչելի ասեմ, որտեղ որ մարդը հոգեկան իր խանգարում է, իր բնութագրվում է չափից դուրս կասկածամտությամբ, անիրական կասկածամտությամբ, այսինքն կասկած, որը գոյություն չունի կյանքում։ Դրանք Բենեդիկտը այս տիպին հանդիպել է, եթե չեմ սխալվում, Օվկիանոսկի ժողովուրդներին ուսումնասիրելիս, որտեղ որ իրեն հանդիպել են ցեղեր, մարդկային ցեղախմբեր, որոնց ներսում կասկածի այն աստիճան սրված ուրեմն զգացում է եղել, եւ այն աստիճան նեղ է եղել հասարակական բջիջները կասկածի, որը երբ ասենք որդիները եւ հայրերը իրար են կասկածել, այսինքն վստահության այնպիսի դեֆիցիտ, այնպիսի ճգնաժամ, երբ նույնիսկ հայր եւ որդի իրար հանդեպ ունեն սարսափելի մեծ կասկած, հա։ Ինչով է այս տիպի մշակույթը բնորոշվում, որ այս մշակույթները իրենք պերմանենտ կոնֆլիկտային մշակույթներ են, այսինքն շարունակաբար կոնֆլիկտային մշակույթներ են, որտեղ որ հնարավոր չի լինում իրականացնել ամենատարրական համագործակցային եւ համակեցական գործողություններ, որտեղ որ մարդիկ պետք է կարողանան միավորել իրենց ուժերը, որպեսզի ինչ-որ խնդիրներ լուծեն։ Հաճախ հենց այդ կասկածի պատճառով այդ ձեռնարկը չի ստացվում, որովհետև կա չափից դուրս կասկած, հա։ Նաև մենք կարող ենք հանդիպել պարանոիդալ տիպի դրսևորումներ ցանկացած հասարակության մեջ։ Այդ թվում նաև մենք եթե շատ ուշադիր նայենք մենք ինքներս մեր կյանքում տեղ ունեցող որոշ դեպքերի, ապա մենք կարող ենք այդ կասկածամտության չափազանցված կասկածամտություն տեսնել նաև ինքնես մեր հայաստանյան նաև իրականության մեջ, մանավանդ երբ որ տեղի ունենում ինչ-որ ճգնաժամային սրված իրավիճակներ եւ ասենք ինչ-որ մի պահի կարող ենք նկատենք, որ ամեն ինչին մարդիկ կասկածով են վերաբերվում, բայց գալով այս տիպերից յուրաքանչյուրը մի փոքր նկարագրեմ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր խոսակցությունը։ Ինչ է ապոլոնյան տիպը, ասենք որ սա Նիցշեից է փոխառված, բայց թե ինչ է իրենից ներկայացնում ապոլոնյան դիոնիսյան տիպերը չխոսեցինք այդ մասին։ Ապոլոնյան տիպի մշակույթներին կարելի է դասել այն մշակույթները, որոնց հիմքում ընկած են դատողականությունը եւ տրամաբանական դատողականությունը, բանական, տրամաբանական դատողականությունը, սառը, սթափ դատողականությունը, ինչպես տեսնում ենք, ապոլոնյան տիպը հենց հունական դիցաբանությունից Ապոլոն անունից է գալիս, իսկ Ապոլոնը հայտնի է որպես մուսաների ոգեշնչող երաժշտության, պոեզիայի եւ գիտելիքի աստվածություն։
Եվ ապոլոնյան տիպի մշակույթները ըստ Բենեդիկտի աչքի են ընկնում հենց դրանով, այսինքն այդ բանականության, գիտելիքի առաջնայնությամբ եւ այդ մշակույթներին բավականին բնորոշ է ֆունկցիոնալությունը եւ ֆունկցիոնալ մտածողությունը։ Երկրորդ տիպը էլի մենք տեսնում ենք Դիոնիսյան տիպը, էլի հունական աստվածությունից է գալիս, ով է Դիոնիսը, դա մենք գիտենք նաև իր մյուս անունը, Բաքոսը ավելի շատ, եւ Բաքոսի անունը մենք գիտենք կապվում է գինու, հարբեցողության, խնջույքների եւ էմոցիաների հետ, այսինքն սրանք այն մշակույթներն են, որոնց հիմքում ավելի մեծ, որոնցում ավելի մեծ դեր է կատարում էմոցիոնալությունը, զգացմունքայնությունը եւ այստեղ թե մարդկային հարաբերությունները եւ թե հասարակական կյանքում կարևոր նշանակություն է տրվում հենց էմոցիաներին, այսինքն այստեղ նաև տեսեք օրինակ որպեսզի հասկանալ լինի, օրինակ եթե ինչ-որ մի գործ պետք է արվի, հա, ասենք ինչ-որ մի խնդիր պետք է լուծվի, տնտեսական առևտուր, հա, 91 թվականին Խորհրդային Միությունը փլուզվեց, հայ ժողովուրդը սկսեց առևտրով զբաղվել, ոնց էին առաջին բիզնեսները դրվում, այսինքն այդտեղ այդ մարդիկ, ովքեր որ առաջին բիզնես բաները անում էին, իրանք բնորոշում էին ավելի շատ կարելի է իրանք դասել Դիոնիսյան տիպին, ում էին ընտրում որպես գործընկեր, հորեղբոր տղային, եղբորը, բարեկամին, ընկերոջը, այսինքն այն ամենը, ինչը որ մարդուն կապում է մարդու հետ, էմոցիոնալ առումով, չէ՞։ Հետո այդ շատ այդ տիպի ձեռնարկները սկսում էին փլուզվել։ Շատ տարածված էր այդ տարիներին արդեն խոսակցություն, որ եթե ուզում ես բարեկամիդ հետ չգժտվես կամ ընկերոջդ հետ, իրենց հետ գործ մի բռնիր։ Այս ասույթը շատ տարածվեց այդ ժամանակ։ Հետո մեկ էլ տեսնում ենք արդեն գալիս է այդ ֆունկցիոնալ բաժանման, այսինքն ապոլոնյան սկզբունքով, երբ որ մարդիկ սկսում են ընտրել գործընկերներ ըստ իր կարողությունների, ըստ իր գիտելիքների, հմտությունների, բիզնես անելու փորձառության եւ այլ, այսինքն ռացիոնալ, այսպես ասած, տրամաբանված ինչ որ հատկանիշների։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ մեծ տարբերություն կարող է առաջանալ ապոլոնյան տիպի մշակութային տիպի եւ Դիոնիսյան մշակութային տիպերի միջև։ Եվ արդյունավետության տեսանկյունից իհարկե ապոլոնյան այն մշակույթները, որտեղ որ ավելի առաջնային դեր ունեն ապոլոնյան տիպի դրսևորումները, այդ մշակույթները շատ ավելի արդյունավետ են, թե տնտեսական առումով եւ թե ապագայի պլանավորման եւ զարգացման ծրագրերի տեսանկյունից։ Դիոնիսյան տիպի մշակույթները իրենք շատ ավելի, այսպես ասած, Դիոնիսյան տիպի գերակայությունը ինչ որ մի պահի էմոցիոնալությունը իր դերը կատարում է, զգացմունքային որոշումները իրենք չեն արդարացնում իրենց եւ մեկ էլ տեսնում եք, որ այդ տիպի ծրագրերը տապալվում են, հա։ Եվ այստեղ ես նաև կուզեի պարանոիդալ տիպին բնութագրելու առումով հասկացի երկու տեսակի անդրադառնալ եւ հատուկ նշել, որ պարանոիդալ տիպին բնորոշ է կասկածի առաջին տեսակը, որը որ ես հիմա կբնութագրեմ։ Ընդհանրապես, եթե մենք նայում ենք եվրոպական փիլիսոփայությունը եւ լուսավորչականության այդ շրջանը, ապա այդտեղ կասկածին շատ կարևոր դեր է տրվում, բայց ինչ տիպի կասկած է դա ռացիոնալ կասկածն է, այսինքն մտքով գիտակցական կասկածը, որը հենվում է հենց այդ տրամաբանական մտքի վրա, հա, տրամաբանության վրա, պատճառը հետևանքային կապի վրա եւ փաստարկման վրա, բայց Դիոնիսյան տիպին բնորոշ է էմոցիոնալ կասկածը, զգացմունքային կասկածը, չհիմնավորված կասկածը, դրա համար կներեք Դիոնիսյան եմ ասում, Դիոնիսյան ասից պարանոիդալ տիպին բնորոշ է այդ էմոցիոնալ կասկածը, ասենք օրինակ մեկը մենք հաճախ լսում ենք դեպքեր, երբ որ այս վերջերս էլ կարծեմ տես մի դեպք կար, երբ որ
սպանություն է տեղի ունեցել, երիտասարդների մեջ վեճ է տեղի ունեցել եւ սպանություն, երբ որ մեկը ինչ-որ երկար էր նայել մյուսին։ Եվ նա նրան կասկածել էր, որ այդ երկար նայողը իր հետի կնոջը թե ընկերուհուն ինչ-որ ծուռ մտքով է նայել, հա, այդ դրա կասկածել, բայց տեսեք, այստեղ հենց հետո այդ դրանից վեճ էր առաջացել եւ դանակահարություն եւ մարդ էր մահացել։ Եվ այսպես մեր երիտասարդների մեջ, օրինակ դեռահասների մեջ հատկապես դա բավական տարածված է։ Սա կարելի ասել, որ հենց պարանոիդալ կասկածի դրսևորում է, երբ որ մարդը մարդուն կասկածում է ընդամենը հայացքով, հայացքների փոխանակության դեպքում։ Լրիվ անծանոթ մարդ քեզ փողոցով անցնում է, նայում է քեզ ու դու մտածում ես, հա։ Կամ ասենք անդրայս չի փողոցով անցնի քեզ նայ, նույնիսկ փողոցով մարդը փողոցում ձայն կարող է լսի ու մտածի, որ այս ձայնը ուղղված է իր դեմ եւ դուրս գա ու վեճ սկսի, հա։ Այսինքն նման տիպի էմոցիոնալ կասկածը չհիմնավորված բանականությամբ, փորձով, գիտակցականությամբ ինքը հենց պարանոիդալ տիպին է ընդհանրում, բայց կասկածը ունի նաեւ, այսպես ասենք, պայմանական, ասենք, կա նաեւ դրական կասկածի ձև, որը որ ըստ էության ավելի նպաստում է քննադատական վերաբերմունք ձևավորելուն եւ այդ քննադատական վերաբերմունք ձևավորելու միջոցով փոխելու այն, ինչը որ մինչեւ այդ համարվում էր ճիշտ, ընդունելի եւ այդ քննադատականությունը թույլ է տալիս անդադ վերանայել մշակույթում այս կամ այն երևույթը կապված իր, այսպես ասած, դարը ապրելու հետ, հա, ասենք, երբ որ ինքը կորցնում է իր արդյունավետությունը եւ երբ որ կա այս քննադատական կասկածը, ապա այդ հասարակությունները իրենք կարողանում են նաեւ մտածողության մի տիպից տեղափոխվել մեկ այլ տիպ։ Խոսքը վերաբերվում է առասպելաբանական մտածողությունից անցում կատարելուն դատողական տրամաբանական մտածողությանը, հա։ Այստեղ նաև այս նշածս տիպերը, օրինակ Դիոնիսյան, Ապոլոնյան տիպերը, պարանոիդալը Դիոնիսյանի ավելի ծայրահեղացված վիճակ եթե համարենք, իրենք նաև կապվում են մեր նախորդ բանախոսության մեջ հիշատակածս ավանդույթի եւ նորույթի հետ եւ ավանդույթի տարբեր տիպերի հետ։ Ես կուզեի այդ ավանդույթի եւ նորույթի փոխկապվածությունը մշակութային այս տիպերի հետ մի փոքր քննարկել, որովհետեւ դա չափազանց կարեւոր է նաեւ հենց հասարակության կյանքի զարգացման եւ զարգացման նպատակներ դնելու հետ։ Ինչով են կապվում։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ Դիոնիսյան տիպի մշակույթներում կամ այդ մշակույթ, եթե այդ տիպը գերակայում է մշակույթում, իդեպ նշեմ, որ մաքուր այս տիպի մշակույթներ շատ քիչ են հանդիպում, դրանք հիմնական նշածած տիպերը խառնված ձևով են հանդես գալիս այս կամ այն մշակույթում, ուղղակի դրանցից որը գերակայում է, դա որոշիչ տեղ է ունենում այդ մշակույթը բնութագրելու համար, հա։ Հիմա գալով այս Դիոնիսյան տիպի նկարագրությանը, ինքը բնութագրվում է առասպելաբանական տիպի մտածողությամբ, այսինքն մի բան, որտեղ որ մարդը այդ ինքը այդ իր միտքը ակտիվ կերպով չի մասնակցում, քննադատական կերպով չի մասնակցում աշխարհը նկարագրելուն եւ իրականություն նկարագրելուն եւ ինքը իրեն նկարագրելուն, հա։ Ինչա ըստ էության առասպելաբանական, միֆական կամ կրոնա առասպելաբանական մտածողությունը ինքը ունի մի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մտածողությունը ցիկլիկ բնույթ ունի։ Ցիկլիկության մասին մենք էլի խոսել ենք տարբեր առիթներով, բայց ինչա նշանակում ցիկլիկ մտածողություն։ Շատ կարճ եթե ասեմ, առասպելաբանական մտածողության համաձայն արարումը աշխարհի եւ ընդհանրապես իրերի, ամեն ինչի, օրինակ արհեստների, արհեստագործական հմտությունների, տարբեր տեսակի տեխնոլոգիաների, հին տեխնոլոգիաների այդ բոլորը տեղի ունեցել սրբազան ժամանակում եւ սրբազան տարածքում։ Ինչա նշանակում։ Սա նշանակում է, որ ոնց որ ասենք Աստվածաշնչում, տեսեք, ասենք կա հատուկ բան,
տեղ, որտեղ տեղի անենում այդ արաչագործությունը եւ Աստված ստեղծում է մութը տարանջատում է լույսից, հետո ստեղծում է աստիճանաբար ամեն մի օր ինքը ստեղծում է տիեզերքը, բնությունը, մարդկանց եւ այլ, չէ՞։ Եվ դրանից հետո բոլոր առասպելները ունեն նման ուրեմն արաչագործական ժամանակ, որտեղ որ ծնվում է ամեն ինչ։ Հետո մարդը ինքը ըստ այդ մտածողության բոլոր իր գործողություններում, երբ որ մի բան անում, ասենք օրինակ, եթե վարպետը դարբինը անում է գործ, ինքը ոչ թե ինքն է իր գործը անում, այլ ինքը կրկնում է սրբազան դարբնի, սրբազան ժամանակում արված այդ բանը, գործողությունը։ Այսինքն մարդը ոչ մի բան ինքը ինքնուրույն չի անում, ինքը կրկնում է միշտ այդ ամեն ինչը։ Դրա համար այս տիպի մտածողության մեջ կարևոր է ոչ թե նոր բան ստեղծելը, այլ կրկնելը արդեն եղածը, այսինքն պահպանել ավանդույթը, այլ ոչ թե ստեղծել նորույթներ։ Եվ այս ավանդույթի պահպանությունը ինքը այն աստիճան կարող է ծայրահեղականացվել, որ այս տիպի մտածողությունը կրող հասարակությունները իրենք ոչ թե զարգացման ստրատեգիա ընտրեն, այլ գոյատևման, այսինքն իրենց համար կարևոր է դառնում ինքնապահպանությունը եւ իր ինքնությունը կապվում է այդ սրբազան ժամանակում ստեղծված ամեն ինչը նույն ձևով, պարզ ձևով պահպանելուն։ Եվ եթե քո ինքնությունը ընդամենը ինքնապահպանությունն է, այդ տիպի հասարակությունների մեջ կարևոր է դառնում գոյատևումը։ Եվ ցանկացած բան, մշակութային ցանկացած կոնցեպցիա, գաղափար, միտք, գործողություն, բոլոր էլիտաները աշխատում են դրա վրա։ Եվ եթե հայտնում է ինչ-որ մեկը, որ ասում է այդ փոխենք, ինքը համարվում է դավաճան, հա, ես որպեսզի ավելի պատկերավոր լինի, ասեմ, որ բոլոր այս տիպի մշակույթներին բնորոշ է շղթայված հերոսի կերպարը, ով մեր մշակույթին նույնպես։ Մենք ունենք 4 շղթայված հերոս, դա առաջինը Արտավազդն է, այդ հունական Պրոմեթևսի մեր տարբերակը, երկրորդը Մհերն է, փոքր Մհերը, երրորդը մեր հասարակության քիչ հայտնի է, Շիդար են իրեն հիշատակում, ասենք օրինակ մեր վանական վարդապետը, Միշնադարյան մեր աղբյուրներում հիշատակվում է, Վարդան Արևելցին ունի Շիդարի մասին հիշատակություն, եթե չեմ սխալվում, վանական վարդապետը եւ էլի մեր գրիչներից որոշները հիշատակում են, որ էլի շղթայված հերոս է։ Եվ մեր մշակույթում շղթայված հերոսի դերակատարում երբեմն ունի նաև Հիսուս Քրիստոսը, ում որ խաչում են, այդ խաչված Քրիստոսը շղթայված հերոսը։ Շատ կարճ ասեմ ով է շղթայված հերոսը, ինչի են իրենց շղթայում, Արտավազդին ինչի են շղթայում, որովհետև ինքը դուրս է գալիս իր հոր դեմ, երբ որ իր հոր թաղումն է, հեթանոսական ավանդույթի համաձայն մարդիկ սկսում են իրենց սպանել եւ այլ, որովհետեւ այնտեղ կա տիրոջ հետ իր ենթականերին հուղարկավորելու ծեսեր, հա, եւ այդ դրանից Արտավազդը բողոքում է հոր դեմ, ասում է, որ այսքան մարդ մեռավ, քո հետ տանում ես, ես ում վրա պետք է կառավարեմ, սա հայրական ավանդույթի եւ ընդհանրապես ավանդույթի դեմ դուրս գալու գործողություն է համարում եւ տեսեք սա նորույթի ձգտող հերոսն է, որին տանում եւ շղթայում են Մասիսում, հետո ամեն տարի դարբինները կրանահարում են, որպեսզի շղթաները ամրանան։ Նույն ձև փոքր Մհերը, ինչի է ինքը հոր անեծքով է, չէ՞, փակվում Մհերի դռանը քարանձավում, որովհետեւ ինքը դուրս է գալիս չիմանալով, որ դա իր հայրն է Դավիթը, Սասունցի Դավիթը, իր հետ կռվում է եւ Դավիթը իրեն անիծում է, ինքը փակվում է, բայց այստեղ շատ հետաքրքիր անեծք ասում է, չդուրս գաս այնքան ժամանակ մինչեւ աշխարհը կփոխվի, այսինքն տեսեք շղթայված հերոսը իրավունք չունի փոխելու ինքը աշխարհը, այլ ինքը կարող է դուրս գա այն ժամանակ, երբ որ աշխարհը փոխվի, իսկ աշխարհի փոփոխությունը դա համարյա անեծք է։ Որտեղ գերադասելի է, որ աշխարհը չփոխվի։ Եվ այսպես շարունակ, նույնը Քրիստոսը ինքը ինչի է խաչվում, ինչի է շղթայված է, որտեղ դուրս է գալիս գործող հավատքի եւ գործող ավանդույթի դեմ։ Ամփոփելով այս տիպաբանությանը վերաբերող բանախոսություն եւ դրա վերաբերմունքը մեր հասարակական, ընդհանրապես հասարակական կյանքի կազմակերպմանը, ուզում եմ ասել, որ այն մշակույթները, որտեղ որ ավելի գերադասում է ապոլոնյան տիպը, կամ ասենք բանական դատողական տիպը, կամ ասենք կոֆիգուրատիվ եւ պրեֆիգուրատիվ տիպերը, հա, որտեղ ծնողներն են սովորացնում երեխաներին կամ երեխաները ծնողներին,
այդ տիպերի գերակայությունը ցույց է տալիս, որ այդ հասարակությունները իրենք ավելի հակված են զարգացման, որովհետև իրենք ոչ թե նայում են ապագան, կառուցում են նայելով դեպի անցյալը եւ կարևորելով անցյալը միայն բացառապես, այլ իրենք ապագան կառուցում են հենվելով ներկայի եւ ունենալով ապագայի մասին տեսլականներ։ Եվ այդ մշակույթը այստեղ շատ կարևոր դերակատարություն է ունենում, մշակութային տիպը։ Կան մշակույթի տիպեր, որոնք որ արգելակում են զարգացման մտածողությունը, եւ կան մշակույթի տիպեր, որոնք որ ընդհակառակը խրախուսում են։ Այսքանով թույլ տվեք ամփոփել եւ շնորհակալություն լսելու համար։